Ասում էի, նախկատությունը կրկնակի կրճատելու ենք։ 2018 թվականի նախկատության մակարդակը 23,5% էր։ Հրապարակված վերջին տվյալներով 2024 թվականին աղքատության մակարդակը 21,7% է։ Այն իրականում ավելի բարձր եւ համադրելի չէ նախորդ տարիների հետ, քանի որ փոխվել է աշխարհի մեթոդը։ Ավելին, այս իշխանության օրոք աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ աղքատության նպաստացող ընտանիքների թիվը նախորդ 5 տարիներին նվազել է շուրջ 40%-ով, իրականացված հակասոցիալական սահմանափակումների հետևանքով։ Ծնելիության բում են խոստանում 2025 թվականին 2021 թվականի համեմատ ծնվածների թիվը նվազել է շուրջ 13%-ով։ Խոստացել են կենսաթոշակի միջինչափը հավասարեցնել սպառողական զամբյուղի արժեքին։ 2026 թվականի կենսաթոշակի միջինչափը 49,000 դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 80,000 դրամ է։ Անկանխիկ վճարումներից կենսաթոշակի հետ վճարել հաշված միջին կենսաթոշակը շուրջ 15,000 դրամով պակաս է լինում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Խոստացել են նվազագույն աշխատավարձը սահմանել 85,000 դրամ։ 2026 թվականի նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Պաստորեն նվազագույն աշխատավարձով աշխատողները աշխատող են, բայց աղքատ են։ Նրանց թիվը կազմում է աշխատողների շուրջ 20%-ը։ Ասում են, իբրև ապահովել են տնտեսական միջին տարեկան աճի թիրախը 7%։ Իրենց ծրագրացի չափով ավագագրել են պետական բյուջեի եկամուտները։ Պետական պարտքն էլ աճել է ծրագրից եւապես մեծ չափով։ Հիմա պարզ հարց է առաջանում, բայց դեպքում ինչու՞ չէ կատարել ձեր սոցիալական խոստումները։ Սիրելի հայրենակիցներ, այս հարցի պատասխանը եւս պարզ է։ Սոցիալական խոստումները ի սկզբանե պոպուլիստական էին, ձեռքվեն ամեն գնով եւ առավելապես կորզելու համար, իսկ հիմա արդեն բացահայտված է, դրանք ամբողջապես սուտ են։